Օրվա թողարկումն ավելի արագ է լինելու, քան Վննայզի սպանության սպառնալիքի մասին զանգին արձագանքը, ընտանեկան վեճը վերածվեց ոստիկանության կրակահերթի։ Սան Բեռնարդինոյում ողբերգական և 10 տարով ծանրացած տարելից էր, ինչ էր պատահել 2015-ին։ Սակրամենտոյում շերիֆի նախկին օգնականը փոխեց ոչ միայն համազգեստը, այլև ամբողջ կյանքի պատմությունը։ Սարսափելի է, սեփական որդու սպանությունը մայրը տեսել է ուղիղ եթերում։ Սան Խոսեում ավտովթարն այնքան ուժեղ էր, որ երկինք են բարձրացել ոչ միայն բոցերը, այլև հարցերը, ինչպես պատահեց այս ամենը։ Հանթինգթոն Բիչի Թեսլան որոշել էր դառնալ Model Y-ից Model Fly և ավարտեց ճամփան գլխիվայր։ Արագությունը շատ էր, բախտը քիչ։ Ձմեռային փոթորիկը հյուսիս-արևելքում հիշեցում էր, դեկտեմբերը պաշտոնապես մեկնարկել է։ Ճանապարհները վերածվեցին փորձագիտական թեստերի, իսկ օդանավակայանները սպասասրահների։ Կարմրուկը վերադարձել է, հիվանդությունը հիշեցնում է, գիտությունը երբեմն պարտվում է ոչ թե վիրուսին, այլ մարդկային կասկածին։ Վաշինգտոնում շարունակում են բանավեճը, ով է պաշտպանում հիվանդին, իսկ ով միլիարդատերներին։ Վերջնաժամկետը մոտ է։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք ԱՄՆ գլխավոր լուրերը USR Media YouTube-յան ալիքում։ Դեկտեմբերը մեզ համար կարևոր ամիս է, նպատակ ունենք հասնել 26000 բաժանորդի։ Վստահ եմ, որ շատերը դիտում եք եւ չեք բաժանորդագրվում։ Հարգելիներս, ձեր աջակցությունը մեզ շատ անհրաժեշտ է։ Միացեք ալիքին սեղմելով subscribe, կանխավ։ Շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր երկարատև աջակցությամբ առաջնորդում են մեզ։ Ու առաջին լուրը Լոս Անջելեսի ոստիկանությունը Վննայզում կրակելու սպանել է մի տղամարդու, որը նրանց իր բնակարանում հարձակվել էր իր իսկ հոր վրա։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Վալերիո Սթրիթի 17-200-րդ թաղամասում ժամը 8:10-ի սահմաններում։ Ոստիկանների փոխանցմամբ որդին նախկինում ցուցաբերել է հոգեկան անհանգստության նշաններ եւ եղել է բռնկուն ընտանիքի անդամների նկատմամբ դրսևորած ագրեսիայի նախապատմությամբ։ Երբ պարեկները հասել են հասցե, նրանք ներսից լսել են կռվի ձայներ եւ ներս մտել։ Նրանց խոսքով ներսում տղամարդը հարձակվում էր հոր վրա։ Ոստիկանները կրակ են բացել ու վիրավորել որդուն, որը րոպեներ անց մահացել է դեպքի վայրում։ Հայրը եւս մահացել է, սակայն ոստիկանությունը չի նշում, թե ինչի արդյունքում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մկրատ, որը ըստ ոստիկանության օգտագործվել է հարձակման ժամանակ եւ արգրավել է որպես ապացույց։ Այլ տուժածներ չկան, հետաքննությունը շարունակվում է։ Կալիֆոռնիայի պատմության ամենածանր զանգվածային հրաձգություններից մեկը Սան Բեռնարդինոյի 2015 թվականի ողբերգության 10-րդ տարելիցն էր։ Մարդիկ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու 14 զոհերին։ Այն ժամանակվա ոստիկանապետ Ջարեդ Բերգուանը պատմել է, որ կարիերայի ընթացքում տեսել է բազմաթիվ ծանր հանցագործությունների վայրեր, սակայն սա ամենաանհավանական դաժաններից էր։ Ինլենդ ռեգիոնալ ցենտրում զինված երկու անձ էին ներխուժել ու կրակ բացել կլինիկական կենտրոնի աշխատակիցների վրա, որոնք հավաքվել էին տոնական միջոցառման համար։ Ընդհանուր սպանվել էր 14 մարդ, վիրավորվել 22-ը։ Կասկածելի մեքենան հայտնաբերվել էր աշխատակից Սայեդ Ֆարուքի վարձած տան մոտ ու սկսվել էր հետապնդում։ Հետագա փոխհրաձգության ընթացքում կասկածյալները արձակեցին ավելի քան 80 գնդակ, ոստիկանությունը շուրջ 440։ Մեկ ոստիկան վիրավորվեց, բայց ողջ մնաց, երկու կասկածյալները սպանվեցին։ Այսօր 10 տարի անց Բերգուանը արդեն թոշակի անցած է, բայց ասում է, շատերի համար այս դեպքի հետևանքները դեռևս չեն անցել։ Սակրամենտո շրջանը բախվել է ցնցող դեպքի շերիֆի նախկին տեղակալ Մարվին Մորալեսը վաղ առավոտյան Էլ Գրովում գտնվող իր տանը սպանել է իր իսկ 11-ամյա որդուն։ Ոստիկանների փոխանցմամբ երեխայի մայրը գտնվելով աշխատանքի վայրում տանը տեղադրված տեսախցիկներով է տեսել, թե ինչպես է ամուսինը հարձակվում որդու վրա ու անմիջապես զանգարել 911, երբ իրավապահները ժամանել են, տղան ծանր վիրավոր էր։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մահացել է։ Տանը գտնվող 6-ամյա աղջիկը չէր տուժել։ Մորալեսը դեպքից հետո փախուստի է դիմել, ոստիկանությունը անհապաղ հրապարակել է նրա մեքենայի նկարագրությունը, այն նկատել է Սակրամենտոյի շրջանի շերիֆ Ջիմ Կուպերը, ինչից հետո սկսվել է հետապնդում, որը շարունակվել է ավելի քան 20 մղոն։ Մորալեսի մեքենան դուրս է եկել ճանապարհից ու սկսվել է զինված դիմակայություն, որի ժամանակ շերիֆի առնվազն 2 տեղակալ կրակ են բացել նրա ուղղությամբ։ Մորալեսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Որևէ այլ քաղաքացի կամ իրավապահ մարմին չի տուժել։ Միացյալ Նահանգների Դաշնային արդարադատության նախարարությունը վերցրել է հետաքննությունը իր վերահսկողության տակ։ Հրապարակվել է նաև տեսագրություններ, որոնք բացահայտում են Մորալեսի անցյալը։ Վերջինս 2023 թվականին ծառայության ընթացքում արգրավված թմրանյութ է գողացել ու օգտագործել հենց աշխատավայրում ստանալով ուժեղ չափաբաժին։ Մորալեսին գտել էին ծառայության լոգարանում գետնին ընկած, ինչին հաջորդել էր նրա հրաժարականը։
Սան Խոսեի կենտրոնական հատվածում երեք տեղի ունեցած ավտովթարը դարձել է ողբերգական։ Երկու մարդ, այդ թվում անչափահաս երեխային մահացել եւ 4 մեքենաների մասնակցությամբ էլ բախումը հանգեցրել է հրդեհի ու ամբողջական այրման։ Դեպքը գրանցվել է Highway 87-ի հյուսիսային գծում։ Ակնկալվում է, որ բախման քննական գործընթացը երկար կտևի հրդեհված մեքենաների վիճակի պատճառով։ Ոստիկանությունից եւս մեկ անգամ հիշեցնում են, լուրջ վթարները 1 վայրկյանում են տեղի ունենում։ Պահպանեք արագությունը եւ անվտանգ հեռավորությունը։ Հանթինգթոն Բիչում 7 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է մեկ անձ 37-ամյա Ռայան Մարկ Լարսոնը։ Նա վարում էր Tesla մագնիսի ավտոմեքենա, որը ըստ ոստիկանության մեծ արագությամբ շարժվելիս դուրս է եկել վերահսկողությունից ու դարձել վթարի պատճառ։ Վթարից հետո 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում 2 Օրինջ Քաունթիի պրոբացիոն աշխատակիցներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, սակայն այս փուլում դեռևս հայտնի չէ արդյոք ալկոհոլը, թմրանյութերը կամ Tesla-ի ավտոպիլոտ Full Self Driving համակարգերը ներգրաված են եղել վթարի պատճառների մեջ։ Քննությունը շարունակվում է։ Ձմեռվա առաջին փոթորիկը հարվածել է հյուսիս-արևելյան եւ միջին-ատլանտյան նահանգներին, բերելով մինչև 30 սանտիմետր ձյուն, որոշ տեղերում սառցակալում ու ուժեղ քամիներ։ Տասնյակ վթարներ, փակ ճանապարհներ, ուշացումների եւ չեղարկումների տակ հայտնված թռիչքներ, այսպիսին էր օրվա պատկերն ամբողջ տարածաշրջանում։ Ավտոմայրուղիներում տիրում էր վտանգավոր իրավիճակ։ Վեստ Վիրջինիայում բեռնատարի վարորդը փրկվել է այն բանից հետո, երբ մեքենան սայթաքել ու կախվել է կամրջից։ Նյու Յորք, Փենսիլվանիա, Մասաչուսեթս, Մեյն եւ Նյու Հեմփշիր նահանգներում գրանցվել են բազմաթիվ վթարներ։ Փակվել են որոշակի հատվածներ, իսկ դպրոցներն ու պետական հաստատությունները մի շարք վայրերում դադարեցրել են աշխատանքը կանխելով վտանգը։ Օդային հաղորդակցությունն էլ էր ուժասների շարքում։ Միևնույն ժամանակ որոշ վայրերում ձյունը սպասված ուրախություն է բերել։ Նյու Յորքի Քաթսքիլլերներում ձյան շերտը արդեն հասել է 20 սանտիմետրի, ինչը շահվետ մեկնարկ է տեղական դահուկային կենտրոնների համար։ Նյու Հեմփշիրում փոթորիկը նոր շունչ է տվել արդեն ձևավորված ավանդույթին, պետական ճանապարհային ծառայությունը սկսել է ծնմաքրող մեքենաների այս տարվա անվանակոչման մրցույթը։ Նախորդ տարվա հաղթող անվանումը եղել էր Control Salt Delayed, փոխակերպելով հայտնի ջնջելու հրահանգը Control Shift Delayed-ը։ Նախքան հաջորդ լուրերին անցնելը թույլ տվեք հերթական շնորհակալությունները հայտնել մեր գործընկերներին՝ Gerry's Mom's Bakery-ին, Կոզանյան Meat and Liquor Market-ին եւ Cosmopolis ռեստորան ու բանկետ հոլին։ Իդեպ մնացել է ընդամենը 1 օր Jazz Night-ին, եթե սիրում եք ջազ, ապա դեկտեմբերի 4-ին ժամի 7-ին այցելեք Նորթ Հոլիվուդում գտնվող Cosmopolis վայելելու։ Պարզապես պետք է նախապես ամրագրել ձեր եւ ձեր սիրելիի տեղերը։ Տոմսեր հարկավոր չէ գնել։ Թամարա Լալայանի ջազ երեկոն հրաշալի հնարավորություն է աշխատանքային լարված օրը թոթափելու համար, ու շարունակենք լուրերը։ Միացյալ Նահանգներում կարմերուկի դեպքերը շարունակում են աճել։ Բժիշկ Ռեբեկա Սանինշայնի խոսքով այս տարի CDC-ին արդեն հաղորդվել է 1800 հաստատված դեպք, ինչը կազմում է 46 անհատական բռնկում։ Սա 3 անգամ ավելի շատ է, քան 2024-ին։ Մասնագետները նշում են, կտրուկ աճը համընկնում է կարմերուկի դեմ պատվաստումների նվազման հետ։ Պատճառները միանշանակ չեն, բայց ապա տեղեկատվությունն էլ մեծ դեր ունի։ Միացյալ Նահանգների առողջապահության քարտուղար Ռոբերտ Քենեդի Կրտսերի հայտարարություններն էլ ավելի են մեծացրել անվստահությունը պատվաստանյութերի նկատմամբ։ Գիտնականները նախազգուշացնում են, երկիրը մոտենում է վտանգավոր շեմի։ Կարմրուկը, որ 2000-ին հայտարարվել էր վերացված, կարող է կրկին վերածնվել էնդեմիկ հիվանդության։ Խնդիրը գլոբալ է։ ԱՀԿ-ն վերջին զեկույցում ասում է, որ նախորդ տարի աշխարհում կարմրուկի դեպքերը աճել են 8%, իսկ 59 երկրում արձանագրվել են խոշոր բռնկումներ։ Կանադան նոյեմբերին նույնիսկ կորցրեց հիվանդության վերացման կարգավիճակը։ Բժիշկները կրկին հիշեցնում են, կարմրուկը վտանգավոր է եւ հաճախ հանգեցնում է ծանր բարդությունների։ Այս տարվա բռնկման ընթացքում 5 տարեկանից ցածր յուրաքանչյուր 5 երեխայից մեկը հոսպիտալացվել է, իսկ հիվանդությունը կարող է առաջացնել խուլություն, նյարդաբանական վնասներ եւ անգամ մահ յուրաքանչյուր 1000-ից 3000-ի դեպքում։ Կարմրուկը գրեթե լիովին կանխարգելվող է 2 դեղաչափով 97% արդյունավետությամբ, սակայն դրա համար երկրները պետք է հասնեն 95% պատվաստման ծածկույթի, ինչը ներկայումս Միացյալ Նահանգներում չի ապահովվում։ Այսօր երկուսակցական կոնգրեսի մի թևը հերթական հարցերն է բարձրացրել. ով է իրականում պայքարում ամերիկացիների առողջապահության համար եւ ով միլիարդատերերի։ Վաշինգտոնում դեմոկրատական առաջնորդները հնչեցրել են մռայլ նախազգուշացումներ։ Եթե հանրապետականները շարունակեն փակուղային վիճակը, ապա հունվարի 1-ից միլիոնավոր ամերիկացիներ կարող են արտանալ կտրուկ բարձրացրած բժշկական հաշիվներով։ Որոշ ընտանիքների համար ամսական հավելյալ ապահովագրության վճարը կարող է հասնել $500-ից $2000, իսկ շատերը պարզապես կկորցնեն իրենց ապահովագրությունը։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է.
Դոնալդ Թրամփը ասում է, չի տեսնում որևէ առողջապահական կրիզիս։ Իհարկե չի տեսնում, նա միլիարդատեր է, բայց ինչ անեն այն մարդիկ, ովքեր ամեն շաբաթ մտածում են, որ հաշիվը փակեն, որը ոչ։ Հակիմ Ջեֆրիսն էլ հավելել է, որ հանրապետականները տարիների ընթացքում 70 անգամ փորձել են սպանել Օբամաքերը, փակել հիվանդանոցներ ու կրճատել Medicaid-ը։ ACA հարկային արտոնությունների երկարաձգման համար անհրաժեշտ ընդամենը 4 հանրապետականի ձայն ներկայացուցիչների պալատում հարցը առաջ տանելու համար։ Ժամանակը սակայն սպառվում է դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետն է։ Ընդամենը 3 էր Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թյունի ասուլիսը, երբ նշեց, որ այս հարցը լուծելու համար ոչ մի ճանապարհ չի տեսնում։ Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ արտահայտություններ է արել Սոմալիից ներգաղթյալների հասցեին։ Հիշեցնեմ, որ երեկ էլ լրագրողներին ասել էր, որ Սոմալիից եկողները ոչինչ չեն ավելացնում երկրին եւ պետք չէ, որ լինեն Միացյալ Նահանգներում։ Բուն բառերը, որոնք մեծ արձագանք էին առաջացրել, դա այն էր, երբ կոնգրեսական Իլհան Օմարին Թրամփը անվանել էր աղբ։ Այսօր կրկին հայտարարել է, որ սոմալացիները պետք է երկրից դուրս գան, նրանք վնասել են այն։ Մինեապոլիս Սենթ-Փոլ տարածքը, որտեղ այսօր ապրում է 80,000-ից ավելի սոմալա-ամերիկացի, հանդիսանում է Միացյալ Նահանգների ամենամեծ սոմալիական համայնքը։ Տասնամյակների ընթացքում այստեղի սոմալացիները դարձել են համայնքային, բիզնես եւ քաղաքական ակտիվ դերակատարներ, ներկայացված լինելով քաղաքային խորհուրդներում ու նահանգային օրենսդիր մարմիններում։ Աղբյուրների համաձայն դաշնային իշխանությունները պատրաստվում են Մինեսոտայում իրականացնել ներգաղթային հատուկ գործողություն, որը կկենտրոնանա հատկապես սոմալացիների վրա։ Սակայն Մինեսոտայի սոմալացիների մեծ մասը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։ Նահանգապետ Թիմ Ուոլթսը եւ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հայտարարել են, որ թույլ չեն տա, որպեսզի համայնքը դառնա քաղաքական մեղադրանքների թիրախ։ Մինեապոլիսը կմնա քաղաք, որը կանգնած է իր բնակիչների կողքին, նշված է քաղաքապետ Ֆրեյի հայտարարությունում։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի 19 երկրների, այդ թվում Սոմալիի քաղաքացիների ներգաղթի, գրին քարտերի եւ մի շարք այլ դիմումների մշակումները ընդարձակ ներգաղթային փոփոխությունների շրջանակում։ Դաշնային ուժերը սկսել են լայնածավալ ներգաղթի վերահսկման գործողություն Նյու Օրլեանում։ Նպատակն է հայտնաբերել եւ կալանավորել այն ներգաղթյալներին, ովքեր նախորդ ամիսներում ազատ են արձակվել ծանր հանցագործությունների մեղադրանքներից հետո, ներառյալ ներխուժում, զինված կողոպուտ, բռնաբարություն։ Քաղաքում գործում են ավելի քան 200 սահմանային եւ այս գործակալներ։ Ներգաղթյալ համայնքում տիրում է լարվածություն։ Որոշ խանութներ փակվել են եւ փակցրել են ծանուցումներ, արգելելով մուտքը դաշնային գործակալներին։ Մարդիկ փողոցներում նկարահանում են ձերբակալություններ, իսկ քաղաքային խորհուրդը բացել է առցանց հարթակ։ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև քաղաքից դուրս բերվեն բոլոր վտանգավոր ապօրինի ներգաղթյալները։ Նա նաև ասել է, որ մինչև Սուրբ Ծնունդ Նյու Օրլեանում կտեղակայվեն ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Դաշնային իշխանությունները նախատեսում են գործողությունը տարածել նաև Միսիսիպիի որոշ շրջաններ, ընդհանուր առմամբ շուրջ 5000 ձերբակալության նպատակով։ Կոստկոն միացել է այն ընկերություններին, որոնք չեն սպասում, արդյոք Գերագույն դատարանը կհետաձգի, թե կկարճի Դոնալդ Թրամփի վարչակազմի լայնածավալ ներմուծման մաքսատուրքերը։ Ընկերությունը դիմել է Միացյալ Նահանգների միջազգային առևտրի դատարան արդեն վճարված տուրքերի վերադարձն ապահովելու համար։ Նյու Յորքում գործող միջազգային առևտրի դատարանը եւ Վաշինգտոնի դաշնային շրջանային բողոքարկման դատարանը այս տարվա ընթացքում արդեն 2 անգամ վճռել են, որ Թրամփի մաքսատուրքերը ապօրինի են։ Գործն այժմ գտնվում է Գերագույն դատարանում։ Նոյեմբերի 5-ին լսումների ժամանակ մի շարք դատավորներ կասկածի տակ են առել նախագահի իրավասությունը ազգային արտակարգ դրության անվան տակ մաքսատուրքեր սահմանելու աշխարհի գրեթե բոլոր երկրների նկատմամբ։ Եթե Գերագույն դատարանը չեղարկի մաքսատուրքերը, ներմուծողները կարող են ստանալ վճարված գումարների փոխհատուցում։ Ընկերությունը նշել է, որ պահանջում է գումարի վերադարձ, որպեսզի իր ամբողջական փոխհատուցման իրավունքը վտանգի տակ չդրվի։ Կոստկոն մտահոգված է, որ եթե մինչև սահքագնային վճարների վերջնական լիկվիդացիան, նույն ինքը հարկային ավարտական հաշվարկը սկսած դեկտեմբերի 15-ից, Գերագույն դատարանը որոշում եթե չունենա, ապա իրենց բողոքարկման ժամկետները կարող են կրճատվել։ Օրենքով ներմուծողներն ունեն 180 օր բողոքարկելու համար։ Բողոքարկվող մաքսատուրքերի հանրագումարը կազմում է մոտ 90 միլիարդ դոլար։ Թրամփը հայտարարել էր, որ եթե դատարանը չեղարկի իր մաքսատուրքերը, դա կկործանի ամերիկյան տնտեսությունը եւ կհանգեցնի նոր 1929-ի մեծ տնտեսական ռեցեսիայի։ Այսօրվա համար այսքանը, հուսամ, որ բաժանորդագրվեցիք ալիքին, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։